Ողջույն, ես Սոֆա Բադալյանն եմ։ Այսօր ես կկատարեմ փորձ ջրով, աղով եւ ձվով։ Փորձի համար մեզ անհրաժեշտ է երկու թափանցիկ բաժակ, որի մեջ հավասարաչափ լցված կլինի ջուր, աղ եւ մեկ հատում ձու։ Փորձը կկատարենք սկզբում պետք է վերցնենք աղը եւ փոքրինչ աղ լցնենք բաժակներից որևէ մեկում։ Մենք պետք է ստանանք խիտ աղաջուր, որպեսզի մեր փորձը լիարժեք կայանա։ Հիմա խառնում ենք մեր աղաջուրը։ Մենք այսօր կփորձենք եւ կպարզենք արդյոք Արքիմեդյան ուժը իսկապես գործում է։ Վերցնում ենք մեր հունձուն, սկզբում հունձում կդնենք դատարկ առանց աղաջրով բաժակի մեջ։ Տեսնում ենք, որ ձուն ընկավ բաժակի այսպես ասած հատակը եւ սուզվեց։ Հիմա կանենք մեր ձուն ու կփորձարկենք աղաջրով։ Տեսնում ենք, որ աղաջուրը այնքան էլ խիտ չէր, բայց սակայն ձուն սկսեց լողալ աղաջրի ներսում եւ պահպանեց իր հավասարակշռությունը։ Ստացվում է նոսրությունը այնքան էլ մեծ չէր։ Մենք փորձարկեցինք Արքիմեդյան ուժը, մենք տեսանք, հասկացանք, որ հեղուկներում դուրս հրող ուժը գործեց։ Եթե հիմա ջրի խտությունը քիչ էր, քան այս սովորական հում ձվի խտությունը եւ մենք հասկացանք, որ ջրի խտությունը այնքան էլ մեծ չէր, ձուն ավելի ծանր էր։ Իսկ աղաջուրը, որը այնքան էլ խիտ չէր, սակայն մենք հասկացանք, որ աղաջուրը կարողացավ հավասարակշռություն տալ ձվին ու հավասարակշռության մեջ գտնվեցուն այս բաժակի մեջ։ Դե ինչ, ստեսյուն։